Ողջույն, առաջինի եթերում Սիրանկյունն է, մեր հյուրը հաղորդավար Ավետ Բարսեղյանն է, ողջույն Ավետ։ Ողջույն Սիրանիշ։ Ավետ արդեն 10 տարի է եթերում եք, այսօր շատ են խոսում հեռուստատեսության իրականության և իրական իրականության տարբերության մասին, իրականում համարում են հեռուստատեսային իրականությունը կեղծ իրականություն, արդյոք դուք ձեզ կեղծված իրականության մասնիկ եք համարում, քանի որ 10 տարի է արդեն եթերում եք հանրային հեռուստատեսություն, Շանթ, հիմա արդեն Արմենիա հեռուստաընկերություն, ինչ կարող եք ընդհանուր բնորոշիչ ասել։ Կարծում եմ Սիրանուշ ջան, որ հեռուստատեսային իրականության մասին այնքան է գրվում, այդ բոլոր տեսակետակավորումները, թե դա իրական իրականություն է կամ կեղծված իրականություն է, մի փոքր այնքան արդեն հեռված է իրականությունից, որ դժվար է խոսել։ Համենայն դեպս շատ կեղծ, sense տենց հեռուստատեսություն կեղծիկ է, ինքը էֆիրա, եթերը, այսինքն ինչ որ եթերայինը չի կարող շատ մոտ լինել հողին, իրական իրականության, այսինքն գոնե, բայց վատ առումով չէ, այսինքն եթե մարդ որոշակի թերություններ ունի, հեռուստախցիկի առջև փորձում է ավելի լավը լինի, դա վատ միտում ու վատ տենդենս չի։ Ես իմ 10 տարվա ընթացքում համենայն դեպս հեռուստանախագծեր, որոնք վարել եմ, շատ իրականությունից փախչած չեն եղել դեպի ինչ-որ կողմ կամ կեղծ։ Վերջինը, որը շատ արձագանք ստացավ նաև բացասական, այդ ճիշտն է սուտ էր, որը դեռ հասարակության համար անկալելի էր, երբ հայկական իրական խումբ հավաքվեցին, շատ լավ էր, ահա, շատ լավ էր ինձ համար նաև, որ համ լավ էր, համ վատ, որ ժողովուրդը եթե մի ձև է կարծրացնում քո կերպարը հեռուստատեսությունում, ինքը ստիպում է դու միշտ մնաս, այսինքն եթե Ավետ Բարսեղյանը ինչ որ ձև ասոցիացիա զուգահեռականները տանում են կիրթ եւ գրագետ կամ ինտելեկտուալ ծրագրերի մնում է այդ մարդը տեղ, բայց տենց էլ արտիստին, իսկ հաղորդավարությունը ինձ համար արտիստիզմի նաև մասնիկներ ունի, տենց դու դատապարտում ես այդ մարդուն մի դեր խաղալու, այսինքն եթե քո մոտ Ռոմեոն է ստացվում, լավ, ուրեմն դու ամբողջ կյանքում պետք է Ռոմեո հաղորդումը հասարակական ճնշման ազդեցության տակ ըստ էության։ Չէ, պատկերացրեք ոչ, որովհետև Արմենիա հեռուստաընկերությունը դա սեփական հեռուստաալիք է եւ հասարակությունը որպես այդպեսին չի կարող պարտադրել տվյալ։ Չնայած որ ինքը շատ բարձր վարկանիշային ատում եմ, զզվում եմ, ծխկվում եմ անգամ այդ բառից վարկանիշ ռեյտինգ, բայց ինքը շատ բարձր, ցավոք սրտի բարձր ռեյտինգ ուներ շատ։ Իսկ հեռուստատեսության իրականությունը ինքը իրական, նաև չիրական իրականություն է, իրականություն, որտեղ պետք է խոսել իրականությունից, բայց այդ իրականությունը նաև դարձնել ավելի հեքիաթային գոնե, ավելի մարդիկ հեռուստատեսություն ինչ որ հեռուստաալիքի ծրագիր հետևելուց գոնե պետքա ինչ որ լավ բան տանեն, այսինքն թեկուզ եթե դա կեղծ է, բայց նենց կեղծ չէ որ քեզ հիմարի տեղ տնեն որպես հեռուստադիտող, բայց ինքը լավ։ Մեզ մոտ որ կեղծն է առավել հաճախ լինում, հա, հիմարի տեղ դնել, մարդը դրսում տեսնում է ուրիշ իրականություն, գալիս է միացնում էկրանին ու իրեն թվում է, որ ինքը ապրում է ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, այլ աշխարհի մի դրախտային մի կետում, գազ որ թանկացել է, ոչ թե վատ է, այլ ուղղակի լավ է, հա, ինքը նայում է լուրերը եւ ստանում մոտավորապես նման կարծիք։ Լրատվական դաշտում գուցե չնայած ես կարծում եմ լրատվությունը բավական կերպ անդրադառնում է գոնե, շատ մեծ չէ ըստ իս այդ տարբերությունը, ինչ որ կատարվում է, որովհետեւ Փառք Աստծո այսօր մի քիչ ավելի է, եթե մենք համեմատենք սովետական ժամանակաշրջանի հետ հեռուստատեսության, որտեղ ընդհանրապես գրաքննություններ, այսօր գոնե ինչ որ կերպ ծնվում են ինչ որ լրագրողներ, որ չգիտեմ, կանաչու վաճառքով զբաղվող եւ արդեն տեղ չունեցող մարդկանցից իրանց բողոքի ձայնը միևնույնն է լսվում է այստեղ կամ այնտեղ, այսինքն կարելի է գտնել հեռուստաալիք, որտեղ գլասնարոդը, հա, ասում են ժողովրդի ձայնը լսվում է։ Որն է, կարող եք թվարկել ալիքները, որտեղ դուք անցել եք այդ ճանապարհը, որևէ մեկը Ես համեմատություններ չեմ սիրում անել ընդհանրապես, հմեկ շանտ Արմենիա այդ ուղղությունը ինձ համար եւ լավ էր եւ վատ, չեմ կարող ասել որն էր ավելի ազատ կամ որ ամեն մեկը իր դրական ու բացասականով չեմ սիրում ասել կամ վատն են կամ լավն են, իրենք ճանապարհը, վատա որ հեռուստա դեմքը փոխում է ալիքը, բայց մեր իրականության մեջ հեռուստատեսային իրականության մեջ դա ի նպաստ է գնում տվյալ հաղորդավարի, որովհետև ինքը փոխում է օդը ու
ադապտացումը այլ ծրագրի, այլ այսինքն իմ առումով ես դա աճ եմ համարում փոփոխության առումով։ Չէ, ռեգրեսը ցավոք սրտի մի տեղ մնալն է ռեգրեսի, որովհետև մի ալիքում անդադար փոփոխություններ չեն տեղի ունենում։ Հմեկն է, չգիտեմ, շանթը ինձ համար ոչինչ չունեմ ասելու, ներկա չգտնվելով այդ ալիքում, վատը չեմ կարող ասել, որովհետև լավագույն ծրագրերը ղեկավարությունը ինձ էր տրամադրում եւ ով է ուզում դառնալ միլիոնատերը միայն իմ բիոգրաֆիայի մեջ, կենսագրության մեջ հեռուստահաղորդավարի արդեն հրաշալի է։ Արմենիան ունի իր դրական շատ կողմերը, ինքը արագ հեռուստաընկերություն է, ունի բոլորն ունեն իրենց բացասականներ, այսինքն եթե մենք կպնենք այսօրվա ծելեներին, մենք այնքան բան ունենք ասելու, բայց ամեն ծելեում կա այդ աղբի մեջ կա, եթե աղբ են համարում շատ-շատերը, լավից էլ կպնել, ես միշտ լրագրությունը ուզում եմ չլինի էլի այդ կամ բևեռային, մենք խոսում ենք մինչև եթերը հասարակության բևեռացվածության մասին։ Ոնց որ վատնա քննարկվում ու արձագանք ստանում, հավատացեք, բոլոր հեռուստա ալիքներում կան ծրագրեր, որոնք նպաստում են դասյարակությանը ու դրան անդրադարձը գոնե պետքա հավասարաչափ լինի։ Ի նկատի ունեք, եթե սև է սևացնել, եթե սպիտակ է, սպիտակը ասել ինչ լավ է, որ կա, էս էլ կա, որովհետև կենտրոնանալ մենակ վատի վրա ու անընդհատ նետահարել այդ վատը։ Ավետ վերջին տարիների ընթացքում առհասարակ որևէ հաղորդման մասին երբևէ նման կարծիք չեք կազմել։ Թերևս միայն Հայ ասպետն է, որը կարծես տարբեր հասարակության տարբեր տարիքի ու շրջանակների կողմից դրական արձագանք գտավ։ Մնացած որևէ հաղորդում չենք կարող մատնանշել։ Սա հասարակության մեղքն է։ Այստեղ անգամ այդ բևեռացվածության խնդիրն է կարծես թե դուրս գալիս։ Հայ ասպետը շատ եմ սիրում, ընդհանրապես յուրաքանչյուր ինտելեկտուալ նախագիծ, ինքս էլ միշտ եղել եմ տենց նախագծերի կողքին, բոնուսն էլ իմ հմեկում էր, փակվեց, չեմ հասկանում ինչի, որտեղ լավ ծրագիր է։ Հայ ասպետն էլ մեծ լավի հանդեպ երևի այդ վարկանիշն է քանդում, ըստ իս հեռուստատեսությունը քայքայում է այդ բառը։ Վարկանիշ։ Հա, ես չգիտեմ օրինակ, այս ծրագիրը կնային 8 հոգի կամ 10 հոգի, ինձ չի հետաքրքրում, եթե ես հիմա խոսում եմ ձեզ հետ, խոսում եմ, չգիտեմ, անկեղծ կամ այնքան ինչքան ինձ տրամադրել է Աստված ուղեղ։ Ըստ դրա եմ խոսում, այսինքն չեմ ավելի լավ երևում կամ ավելի շքեղը կամ համարյա ոնց նստած եմ, ոնց կխոսամ իմ ընկերուհու հետ կամ ավելորդ այդ երրորդ կամերան ունենալը նորմալ շփման մեջ, որ էսի տենաս այս զրույցը Սիրանուշ այդ Սիրանկյունում ինձ ինչ կբերի, ինչ, բայց ինչ չէ, ինչ կբերի։ Այդ որ անջատենք վարկանիշ կոչվողը ու ամեն մի ալիք ունենա նաև սեփական պատվի ծրագրերը, սեփական պատվի, որոնք իրենք փող չեն բերում։ 5 հոգի է նայում այդ ծրագիրը, 5 հոգու ծրագիրն է։ Այդ ժամանակ երևի թե ամեն ինչ նորմալ։ Այսինքն վարկանիշը ինչ որ առումով անկախության տարիներին փչացրեց հեռուստատեսությունը, եթե ասենք։ Չգիտեմ ինքը էլի արևմուտքից ինչպես միշտ դեգեներատ քամի էր, որը եկավ մեզ էլ ինչ փչում է հիմնականում վատ բան է փչում։ Այսինքն վարկանիշ, ռեյտինգ։ Մենք ապրում ենք, մենք գիտենք ինչ է ռեյտինգ։ Ես ինքս չեմ ապրել շատ սովետական ժամանակաշրջան, բայց մենք կային երևույթներ, առանց որի մենք շատ երջանիկ ապրում էինք ու դրանք շատ ռեյտինգային էին։ Ստացվում է վատի ու վատթարագույնի միջև է, հա, ռեյտինգն է լինում, լավի համար չկա պայքար ըստեյության։ Ես միևնույնն է անհամաձայն եմ, որ լավ բանը, գրագետ բանը ռեյտինգ չի բերում, որովհետև անընդհատ ասել, որ մարդիկ էս են սիրում, մարդիկ սիրում են վատ երաժշտություն, մարդիկ սիրում են վատ անորակ ծրագրեր, չի կարելի, որովհետև մարդիկ ասելով պետքա բաշխես, ինչ որ մասը էդ է սիրում։ Այս մասը մենք պետք է ունենանք հեռուստատեսություն, որը աշխատի այդ, չգիտեմ, 20%-ն այդ մարդիկ ովքեր պահանջում են։ Այդ 20%-ի համար չպետք է թերթերից եւ այլ տեղերից մարդիկ սնվեն։ Կներեք, այնուամենայնիվ հասարակության բևեռացվածության մասին խոսեցինք։ Ինչի հետևանք է բևեռացվածությունը։ Կարծես թե վերջի տարիներին է այդ սևն ու սպիտակը ավելի ընդգծվել ու խորացել։ Ձեր դիտարկումները։ Իմ դիտարկումները ես ընդհանրապես լավ է, որ մինչև հիմա ավտո չունեմ ու երթևեկում եմ տաքսիները, որովհետև զարկերակը պուլսացիան չեմ կորցնում։ Վարորդների հետ խոսելիս խոսքի տեսնում եմ ինչա կատարվում, այսինքն ինչ որ մենք այդ ինչ որ պսևդո ասնային կյանքով ենք ապրում, ես ապրում եմ քաղաքում, եմ Երևանում ու շատ լավ տեղյակ եմ ինչա կատարվում, ժողովուրդը ինչա մտածում ոնց է։ Բևեռացումը հիմնականում էլի շատ կոմպոնենտներից, այս որպես պատմաբան ու սոցիոլոգ էլ կարող եմ ասել ինչի հետ է, անհավեսության հետ է
կապված, ժողովուրդը էլ հավես չունի ինչ-որ մի բան անելու, անհավես է գնում գործի, անհավես են սիրում իրար զույգերը, անհավեսության ինչ-որ դեպրեսիվ ընկճախտայի վիճակը, գուցե ամբողջ աշխարհում է տենց մենք կենտրոնանում ենք հայկականի վրա, գուցե գենն է հոգնել, որովհետև շատ հին է, ինքը ունի իր բիոստրուկտուրան, որ կարող է հոգնածության շրջանում ենք մենք գտնվում։ Ինձ թվում է ավելի շատ անգամ պայքարում ըստ էության։ Անհավեսը անգամ պայքարում, շատ լավ բան ասեցիր Սիրանուշ, անգամ պայքարը, եթե վերցնենք ընդդիմություն կամ չգիտեմ, որից շատ հեռու եմ քաղաքականությունից որպես այդ, բայց սա անհավես է, էդ էլ է անհավես։ Այդ ջղղաձգությունը լավ առումով այդ էնտուզիազմը, պորտկումը լավ առումով, ես չեմ ասում անընդհատ որ ճնշեցին այդ հավեսը հասարակության։ Քաղաքական մի աստառման եկեք, չէ, ավելի եկեք բիո, ավելի որպես նաուչնի, գիտականորեն մոտենանք մի քիչ սոցիալական խնդիրներին անընդհատ։ Ավելի շատ դուք կարծում եք ազգի գենետիկ քննության հետ կապված։ Գենետիկ քննության հետ։ Ախր մենք որ նայենք ամեն ինչը ոչ որպես պետություն ու ժողովուրդ, մի փոքր ավելի թեկուզ էզոթերիկ դաշտում նայենք ինչա կատարվում։ Մի երկիր է, որը անցել է մի պատմություն սովետական ժամանակաշրջանից փոքր, անկախ 10 տարվա, 20 տարվա անկախությամբ 18 տարեկան բանակով նոր կառուցված ու եթե դա համեմատես Ծիլի հետ ու անընդհատ այդ քամիները փչում են արևմուտքից, արևելքից, հյուսիսից, չգիտեմ, կենտրոնից ու այդ Ծիլը դեռ չի կարող որոշի ինչ անում, ուր աճում, ուր է գնում, արմատ տա չտա, ինչ անի։ Դրա համար ես միշտ գուցե ինձ օգնում է ամեն ինչը հասկանալու ըստ իս, ես չեմ պարտադրում իմ տեսանկյունը, իմ սիրանկյունը չեմ պարտադրում ոչ մեկին, դա Սիրանուշ ջան, բայց ես ամեն ինչը փորձում եմ փիլիսոփայական մոդել, այսինքն համեմատել ինչ-որ մոդելի հետ, որ այս խոսակցությունն էլ հա շատ է քննվում, երբ ասում են եկեք չքաղաքականացնենք, քաղաքական դաշտ չտեղափոխենք, ամեն ինչ քաղաքականության մեջ էլ են, ըստ իս անհավես են։ Աշխարհը գնում է նրան, հա, որ յուրաքանչյուր ոք պիտի զբաղվի քաղաքականությամբ, այսինքն մենք sense-ից շատ քաղաքականացան, մենք քաղաքականության մեջ ենք, քաղաքականացված ազգ ենք, շատ ենք ասում նաև այդ բան, յուրաքանչյուր մարդով ապրում է ինչ-որ հասարակության մեջ, քաղաքական, երբ քաղաքացի է ու տվյալ քաղաքականության համ կրողն է, համ պատասխանատուն, համ անդրադարձող, այսինքն չկա չքաղաքական բան։ Բայց ես ուրիշ բանի մասին, ըստ դուք հասկացաք ինչ է, անընդհատ խնդիրները ու անընդհատ խնդիրները ասել պետություն, պետություն, այդ էլ այդ խոսակցություններն էլ է զատում ու տարանջատում։ Այսինքն մի քիչ վսիբյա ռուսները ասում, քո մեջ քննարկի, քո մեջ գտի, էլի ես չեմ ասում չլինեն պրետենզիաներ իշխանության, ես էլ լիքը պրետենզիաներ ունեմ, բայց սկզբից ես ունեմ իմ հանդեպ պրետենզիա, հետո նոր իշխանություն։ Այսինքն յուրաքանչյուրս ինչ-որ առումով պիտի փնտրենք, այն ինչ ունենք 20 տարվա արդյունքում պիտի փնտրենք յուրաքանչյուրիս մեջ մեղքը։ Մեղքել չէ, ինչի այն այ մենք միշտ այլ լրագրողները Սիրանուշ մեղքը, ինչի գուցե լավ բանը գտնենք, փորենք լավ բանը գտնենք, արի լավ բաները գտնենք։ Խոսում վերջին տարիներին հասարակության, այ քաղաքացիական հասարակության ձևավորման մասին, որ այդ դա ամենակարևոր ատրիբուտներ վերջին տարիների ձեռքբերումներից էր, արդյոք համամիտ եք, դուք ասում եք մենք շատ անհավես ենք, բայց մենք տեսնում ենք այ իսկապես ակտիվիստներ կան, բնապահպանական խնդիրներին են անդրադառնում, առողջ պայքար են անում։ Ես տեսնում եմ երիտասարդներ, որոնք ակտիվիստ են, որովհետև պետքա գալստուկ կապեն, փող կապ ու այդ վիճակի մեջ լինեն հանուն այդ վիճակի, այլ ոչ թե հանուն գաղափարի։ Ինձ համար դա էլ է ծիծաղելի դառնում Սիրանուշ ջան, այսինքն երիտասարդ, որը այդ չի անում զարկով, որտեվ մեջն է իր զարկը, այլ որտեվ ինքը սիրում է ինչ-որ մի բան, այդ վիճակն է սիրում, ոչ թե վիճակից բխող երևույթները, այդ ես չեմ կարող զարթոնք համարել։ Ավետ ջան, լավ գանք էլի հեռուստատեսային իրականություն։ 20 տարիների ընթացքում ըստ էության ունենք այն, ինչ ունենք, կեղծ իրականությունը, անկեղծ իրականությունը, այնուամենայնիվ հեռուստատեսային զարգացում ինչպես եք տեսնում, լրիվ թվային դաշտում կմաղվեն բոլոր ալիքները, կմնան մի քանի հիմնական ու ի վերջո հասարակության յուրաքանչյուր անհատ ինքը կընտրի իր ալիքը։ Մենք դեռ շատ հեռու ենք, որպեսզի հեռուստավահանակային հեռուստացույցից զրկվելու, բայց ամեն ինչ գնում է դեպի այս վիճակը, այսինքն ինտերնետ, on-line, չգիտեմ, YouTube, Facebook եւ այլն, այսինքն հասարակության նոր ֆորմացիա է ստեղծվում։ Դուք թեև երիտասարդ եք, բայց գիտեմ, որ ինտերնետից գրեթե չեք օգտվում, ինտերնետը ձերը չի դարձել դեռ, ինչու՞։ Չդարձավ, որովհետեւ չկարողացա ես իմ մասնիկը գտնել ու դեռ շարունակում եմ հին ավանդական մեթոդներով ինֆորմացիան կլանել, ինֆորմացիա, որը գուցե այս դարվա հետ կապ չունի, չգիտեմ։
դա գրքերն են դեռ մնում։ Չնայած ինտերնետով լավ ֆիլմեր նայել է, եվրոպական լավ գրքեր կան։ Այսինքն այդ մի դաշտից ես օգտվում եմ, այն ինչ որ բերում է սոցիալական կոմունիկացիոն կռախի, դրա մեջ չկամ, ես չեմ կարող նստեմ ինչ որ մեկի հետ երկար տենց չաթանեմ, հա, այդ չաթությունն էլ չեմ հասկանում, ինչին է բերում։ Բերում է նրան, որ երիտասարդ 15 տարեկան երեխան ջահել աղջիկա տեսնում ինքը չի կամ կոմունիկացիայի մեջ մտնի, որովհետև իրան պետքա ստեղնաշար, որ ինքը կարողանա մտքերը դասավորել կամ էդ էլ այդ կեղծ իրականությունը ավելի շատ սոցիալական կայքերին է ինձ թվում է վերաբերում։ Շատերն էլ նաև գնահատելով նույն Facebook, այդ տարբեր սոցիալական խոսում են դրա հենց կոմունիկացիայի մասին, այսինքն ստեղծում է մի դաշտ, երբ բոլորս ենք։ Սիրանուշ ջան, մենք ինչից ենք մսից արունից մարդիկ ենք, չէ՞, մենք ունենք շփման այլ որպես բիո երևույթը մեկա բիոն հաղթելու է։ Եթե դու հետո գլխացավ ես ունենալու, ոչ մի բան չի փրկելու քեզ։ Դու բիոմասնիկ ես, իսկ մարդը ծնվում է որպես բիոմասնիկ, հետո դառնում է հասարակական մասնիկ։ Ըստ իս վիրտուալ շփումները ես դեմ չեմ, որ ծայրահեղտեմ եմ, բայց այդ աշճան, իսկ դա արդեն կախվածություն է, ու հոգեթերապևտները արդեն ունեն իրենց եզրույթների մեջ, արդեն համակարգչային կախվածությունը։ Ըստ իս դա է, որ բերում է կոմունիկացիոն խնդիրների։ Բայց այնուամենայնիվ դուք էլ տեսնում եք, որ ելքը ապագան դարձյալ ապագան օնլայնին է, որտեղ մարդիկ էլ հավես չեն ունենալու, միացնեն հեռուստաեզրին։ Հետո համեմատեն որտեղ է կատվություններ ճիշտ որը սխալ, ինքը կունենա իրապստիկը գբացի կնայի on-line TV, այսինքն ինձ թվում է հեռուստադաշտը որպես այդպեսին մենք գալու է օր, որ չբանանենք, այս կանալի նախագիծ են կանալի այդ ժամանակ ինչ է անելու, գնալու է on-line TV։ On-line TV, չգիտեմ, ինձ համար բացարձակ տարբերություն չկա TV-ում կամ on-line։ Միևնույնն է խոսքն է, կենթանի խոսքն է, որը մանավանդ ռադիոյում էլ կա։ Ռադիոյում էլ, հա, միևնույնն է չի մահանալու ռադիոն։ Ըստ իս ամեն ինչ գուցե երևի ամենաերիտասարդ ամենաքիչ բացառիկ երիտասարդներից եք, որը այդպես կարճած մնաց ռադիոյից, թե հաղորդումների առումով, թե հատուկ մնաց է, գիտես, շատ ա եղել, որ ուզում էի այդ մի ձեռս բաց թողել ռադիոյից դուրս գալ, բայց չէ, ինքը շատ կայուն դաշտ է։ Ամեն ինչ կվերափոխվի, ըստ իս, ամեն ինչ տրանսֆորմացիայի կընթարկվի բացի ռադիոյից։ Ինքը մնալու է։ Ուղիղ տիեզեր կա գնում այդ գիծը, այդ ձայնը։ Երբ խոսում էինք ընթացքում Երևանի, սա իմ Երևանն է, որտեղ ապրում եմ ու գիտեմ, ինչպիսին է Երևանը Ավետ Բարսեղյանի աչքերով, ինչպես եք տեսնում, փթթում է, կիսափթթում է։ Չէ, փտած լավն է այդ երկու, չէ, բառերի իմաստը։ Շատ մոտ են։ Համ փթթում է ինչ որ առումներով։ Ես չեմ կարող ասել իմ Երևանը ոնց որ 70-ականների, հա, չգիտեմ, Մալխասյան տարբերակը Լևոն Մալխասյանի չեմ, բայց ոչ էլ այսօրվանն եմ։ Երևանը ըստ իս ես մի երգ ունեմ, Երևանը մենք ենք կոչվում, այն ինչ որ ուզեցել եմ ասեմ Երևանի մասին, Երևանը մենք ենք ֆորշի երգում ասել եմ։ Ինքը մի հատ քաղաք է, որը բացի սրտից ունի հոգի։ Սիրտը մեկ-մեկ կանգնում է այդ քաղաքի, հոգին մեկ-մեկ տալիս է հոգեվարքի մեջ է, բայց ինքը կա, ինքը կենթանի էակ է այս քաղաքը։ Ու եթե մարդիկ էլի այդ լսում են, բայց չեն հասկանում, տեսնում են, չեն գիտակցում, շատ հետաքրքիր է։ Եթե մարդիկ Երևանը հասկանան, որ իրանք քայլող Երևան են, իրանք պորճավարի չեն քայլի, իրանք սիրունք քայլեն, եթե հասկանան, որ Երևանը իրանք են, ոչ թե շենքերը, իրանք չեն խնչի կամ թքի այդ քաղաքի, հասկանում ես, որ այդ գիտակցությունը ես եմ, հիմա ես քայլում եմ, չգիտեմ, Պրոսպեկտով, Մաշտոցի, Պողոտայով կամ Աբովյանով, Երևանը կոնկրետ հենց հիմա ես եմ։ Այ ոնց են ինձ տեսնում, այ տենց Երևանն է։ Ու ես ինքս ինչպես ինձ կվերաբերվեմ։ Գուցե շատ տրիվիալ է տշված այդ խոսքերը, բայց երևի թե տենց է, Սիրանուշ ջան, որ ամեն մեկը քայլելուց, ինչ որ մի գործողություն անելուց հասկանա, որ այդ քաղաքը ինքն է, կամ այդ հանրապետությունը ինքն է։ Գուցե մի քիչ ավելի տենց ձիգ լինի ամեն ինչ։ Ավետ այնուամենայնիվ չխոսեցինք ձեր ստեղծագործական ամենակարևոր բաղադրիչից, կարող է մի օր ընդհանրապես հեռուստատեսություն, ամեն ինչ դնեք մի կողմ, սկսեք գրել, ուղղակի գրել։ Ու այդ ժամանակ արդեն էլ ոչ մի շոու բիզնեսի ներկայացուցիչի համար չգրեք։ Սիրանուշ ջան, ամեն ինչ շատ ճիշտ նկատեցիր, որ դեպի դրան է գնում, հա։
Չգիտեմ երգերը ինչքանով կլինեն, ես հիմա լիովին այլ բաներ եմ գրում, լիովին այլ լեզվով, հայերենով, չէ, ռուսերենով։ Թեև հայոց լեզուն կարծեմ թե շատ եք սիրում։ Շատ եմ սիրում, շատ։ Ես իրան ընդհանրապես հայոց լեզուն համարում եմ սուրբ ու դեռևս իմ կողմից չգիտակցված, չնայած մարդկանց մոտ տպավորությունն է, որ ես շատ լավ գիտեմ հայերեն։ Իսկ ինչու ռուսերեն։ Չգիտեմ ինչի է, ինչ որ պոետիկ անկյունները ռուսերենով է իմ մոտ բացվել, չգիտեմ։ Ես բայց կարծում եմ տենց կլինի ապագան, եթե նայում եմ ապագայով, չնայած չեմ սիրում կանխատեսումներ անել, բայց այդ տենց չի լինելու էլ շոու բիզնես կամ հեռուստադաշտ, շատ շուտով գուցե կամ չգիտեմ մոտ ապագան ինքը դադարել է, որտեվ ես կարծում եմ մարդ այնքան պետք է մնա, ինչքան դեռ անելիք ունի։ Ես հենց հասկանում եմ, որ այսինքն չընկնի պատվերի հետևից չէ, ինչքան անելիք, ընկերական մղումներով։ Մղումներով, չէ, ինքը ինչքան ասելիք դեռ ունեմ, կասեմ։ Հենց ես ինքս կողքից ինձ շատ լավ կարողանում եմ գիտակցել նաև։ Հենց ես հասկանամ, որ սպառված է իմ ներկայությունը TV-ում, իմ ներկայությունը ռադիոյում, իմ ներկայությունը երգերի խոսքերի մեջ, ես շատ հանգիստ էլ չեմ սպասի մինչև հանեն։ Ես ինքս խելոք հանգիստ դուրս կգամ։ Շնորհակալություն Ավետ։ Ես էլ Սիրանաշ եմ, շնորհակալություն։ Իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրը հաղորդավար Ավետ Բարսեղյանն էր։